Բարի երեկո։ Այսօր բավական հետաքրքիր աշխատանքային օր էր ազգային ժողովում, ինչպես գիտեք, ՀՀԿ-ԲՀԿ կարճատև քաղաքական պատերազմից հետո ԲՀԿ-ն բոյկոտել է ազգային ժողովի քարորյա նիստերը եւ այս ընթացքում, այս մի քանի օրերի ընթացքում մեկնաբանությունների մեջ էլ բավական ժլատ են եւ զուսպ, մինչեւ հավանաբար տեղի կունենա արտահերթ համագումարը։ Մինչ այդ ազգային ժողովում այսօր ազգային ժողովը մերժեց նույն ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված հայտարարությունը Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին, դրանից զատ նաեւ դժգոհություն առաջացրեց խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դժգոհություն առաջացրեց շահութարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 48 ժամվա ռեժիմով քննարկելու հարցը։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Օրինաց երկիր խմբակցության падգամավոր եւ նույն կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի հետ բարի երեկո, պարոն։ Մինչեւ շահութարկի օրենքին անդրադառնալը, ընդհանրապես շահութահարքի մասին խոսելը, նկատենք, որ վերջին շրջանում իշխանությունը կարծես թե գանձեց ԲՀԿ-ից քաղաքական շահութարկը ամբողջությամբ եւ մի բան էլ ավելի այն բոլոր քաղաքական շահույթներից, որ կուսակցությունը այս տարիների ընթացքում կուտակել էր, համաձայն եք այս դիտարկման հետ, մեկ եւ այս ընթացքում տպավորություն ունեմ, որ Օրինաց երկիրը կարծես լուռ էր։ Ինչ եք մտածում այս առնչությամբ ստեղծված ներքաղաքական վիճակի, ինչ տեղի ունեցավ, ով շահեց, ինչ շահեց, ով կորցրեց, ինչ կորցրեց, ինչ է կատարվում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, սկսեմ առաջին հարցից, ես չգիտեմ քաղաքական շահութարկից ով ինչ գանձեց, բայց այդուհանդերձ ուզում եմ նշել, որ վերջի 10 օրերի ընթացքում իրոք ցնցվեց քաղաքական դաշտը, որովհետև մի կողմից մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արդեն խոսք էր գնում հեղափոխական ճանապարհով այդ տրամադրություններով իշխանապողության հետ, եւ հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այսինքն ասել է թե այստեղ տարբեր առիթներ ունեցանք մենք մեր կարծիքը հայտնելու, նախ եւ առաջ երկու կարեւորագույն խնդիրների շուրջ, որ խնդիրներից մեկը կարծես թե խոսք էր գնում, որ զանգվածային միջոցառումներ իրականացնելը, չգիտես ինչի, կարող է ուղեկցվել այրուն թափվելով եւ այլն եւ այլն։ Այդպես չի։ Մենք սկզբանե ասեմ, որ մենք միշտ դեմ ենք եղել, որ ինչ որ հարց այրունով լուծվի նախ եւ առաջ, եւ երկրորդ գիտեք, զանգվածային միջոցառումները դա պայքարի ձևերից մեկն է քաղաքական։ Ամբողջ տարբեր երկրներում օգտագործվող ձևերից մեկն է, ես չի ուզենա, որ մեր քաղաքացիների մոտ մի կարծիք ձևավորվեր, որ եթե զանգվածային միջոցառում է իրականացվում, հանրահավաք, դա պետք է պարտադիր ուղեկցվի այլ։ Իհարկե, չեմ բացառում, որ որոշ դեպքեր եղել են, այնպիսի հրահրողներ եւ այլն, որը գործ են ունեցել, բայց դա այլ խնդիր է։ Այսինքն բացառիկ այդպիսի դեպքեր։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշման, մենք չենք լռել ու երբեք չենք էլ լռելու։ Մենք հենց սկզբից տվել ենք մեր քննադատականներ, եթե հիշում եք, մենք անդրադարձանք այդ ժամանակ հայտարարություններին, այն մասնավորապես այն հարցին, որ падգամավորներին, բացակայությունը ըստ էության ուղարկվեց կենտրոնական դրական հանձնաժողով եւ այն համանadrության մեկնաբանումը, որը զանգվածային լրատվամիջոցներով հեղեղված էր, որ այ անհարկելի բացակայության կեսից ավելի բացակայողները միանգամից պետք է զերգվեն մանդատից, այդ թվում նաեւ Գագիկ Ծառուկյանի մասին էր խոսքը գնում։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ Տիգին Փիշայրյանը եւ ես ոչ թե պատասխանատուների համար պատգամավորական մանդատից զրկելուն, այլ ընդհանրապես ներքաղաքական ստեղծված իրավիճակի գնահատականի մասին ուզում ասել, որ ներքաղաքական որ շարունակեմ, մենք համապարփակ անդրադարձանք։ Նախ ներքաղաքական այդ իրավիճակի հետ կապված մենք արտահայտեցինք մեր տեսակետը, որ չպետք է քաղաքական թշնամանքով, քաղաքական պատերազմով, այսինքն քաղաքական դաշտում լինի քաղաքական պատերազմ, կոմպրոմատների պատերազմ, այն պետք է լինի հստակ, գիտեք, ըստ էության սեղանի շուրջ դիրքերի հստակ ներկայացում, քաղաքական այն բոլոր ցիվիլ մեխանիզմների կիրառում, որբիսի այն նպատակները, որը դրվել է կոնկրետ քաղաքական ուժերի առջև, հասցնեն իրենց տրամաբանական ավարտին։ Այսինքն զերծ մնանք անխոհեմ արճակատումից։ Լավ, իսկ եւ մենք շարունակել ենք նաեւ բացակայությունների մասին եւ ասել ենք, որ գիտեք ինչ, այսօր
երբ որ պետք է համանadrությունը մեկնաբանվում է, չգիտես, որ իմպերատիվ դրույթ է։ Տեսեք, երբ որ մենք գործ ունենք, որ դակը առանց դատարանի, հա, որոշման մեր երկրի բոլոր քաղաքացիների կույքի նկատմամբ կիրառում է կալանք եւ ավելին իրականացնում է բռնագանձում։ Այսինքն տարբեր վարչական մարմինների, հա, ակտեր է հարգադիր կատարման ենթարկում։ Այս մասին չենք հղում կատարում, չգիտեմ, կուդագային կենսաթոշակները պարտադիր եւ այլն, օրինակները շատ է։ Բայց այստեղ երբ հղում ենք կատարում համանadrության, ես մի բան ասեմ, միջազգային իրավակիրառ պրակտիկայում չեք հանդիպի մի դեպքի, որ ազգային ժողովը քննարման առարկա չդարձնի։ Տեսեք, ես ոչինչ չունեմ ասելու, եթե նիստերի կեսից ավելին անհարկելի բացակայում է պատգամավոր, պետք է զրկվի իր պատգամավորական մանդատից, բայց այդ հարկելին եւ անհարկելին ով է որոշելու։ Իմ պատկերացումներով պետք է քննարկենք եւ յուրաքանչյուր պատգամավոր 131 պատգամավոր պետք է իրազեկված լինի այդ գործընթացից եւ իր դիրքորոշումը հստակ հայտնի։ Այսինքն լսելով նաեւ հնարավորություն ունենալով այն պատգամավորին ով բացակայել է։ Ինչպես նախկինում արվում էր, դա արվում էր պետաիրավական հանձնաժողովում, քննարկում էր եւ տալիս էր իր եզրակացությունը։ Այդուհետ մենք մի շարք հարցերի վերաբերյալ նաեւ տվել ենք այս դիրքորոշումը, որը հայտնի է։ Պատգամավորական մանդատից զրկելու հարցը կարծես թե այս պահին սառեցված է, ակտիվ ընթացքի մեջ չի, տեսնենք ինչ կլինի։ Այս օրերին նաեւ այսպես խոսակցություններ պատտվեցին, որ այն պատգամավորները, ովքեր դուրս են գալիս Բարգավաճ Հայաստան խմբակցությունից, օրինակ երկիրը փորձում է կապեր հաստատել, չգիտեմ, համոզել, հորդորել, համալրել օրինակ երկիր խմբակցության շարքերը։ Անկեղծ կա նման բան։ Իմ պատկերացումներով նախ քաղաքական դաշտում համոզելը դա քաղաքական կատեգորիա չի։ Այ հորդորել, իրականությունը վերլուծել, քննարկել, դա այլ խնդիր է։ Եվ այսօրվա դրությամբ ոչ թե կապեր հաստատել, մենք միշտ կապեր ունեցել ենք բոլոր մեր գործընկերների հետ։ Այդ թվում նաև ընդդիմությունը ներկայացնող մեր բոլոր քաղաքական ուժերի հետ եւ իշխանությունը ներկայացնում։ Լավ, ասենք ես ունեմ հիմա ընկերներ, հորդորել համալրելու օրինակ երկրի։ Գիտեք ինչ, հիմա ես հետեւյալն ասեմ, որ մենք իրականությունը փորձել ենք քննարկել։ Եվ այսօրվա դրությամբ ես ընկերներ ունեմ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում, խմբակցությունում եւ հանրապետականում եւ ընկերությունը քաղաքական չի։ Եւ մենք նման իրավիճակներում քննարկում եմ։ Հիմա ես ինքս որպես գյումրեցի падգամավոր, այդ կան ինչ իրավիճակ եղել է ցանկացած ընտրությունների հետ, գոնա մենք կարող ենք հբարտությամբ ասել, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է։ Այսինքն մենք եւ ընդհանուր առմամբ Շիրակի մարզը դա լավորից չի գալիս, այսինքն դժգոհություններն այնքան շատ է, սոցիալական վիճակն այնքան ծանր է։ Եվ պատահական չի, որ այսօր ըստ վերլուծության ցավով պետք է փաստենք, որ հարյուրավոր ծերեր եւ երեխաներ միայն Գյումրի քաղաքում շաբաթվա որոշ օրերին սոված են քնում։ Այսինքն գործազրկությամբ առաջի հորիզոնականն ենք, աղքատությամբ առաջի հորիզոնականն ենք, չեմ ասում, մի շարք խնդիրներով։ Հիմա այս իրավիճակում, երբ այն հեղափոխական տրամադրվածությունը, որը կար մեր հայրենագիստների մոտ, եւ հիմա այդ process-ը, այսինքն փոխվել է մեկ այլ process-ի, մեկ այլ գործընթացի հետ գործ ունենք։ Եվ այսօր արդեն իսկ ըստ հրաբարագումների, հա, ասվում է այդ մասին։ Չպետք է խուսափենք, իհարկե չպետք է նաև առաջ չգնենք։ Կա ժամանակը եւ ամեն ինչին ինձ թվում է ժամանակը ամենաարդար թադավորն է։ Եվ ժողովուրդն ամենաիմաստուն է։ Մենք կիրազեկվենք։ Հիմա ես հարց եմ տալիս։ Նման իրավիճակ է ստեղծվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունում։ Պետք է լինենք շիդակ եւ ասում եմ անկեղծ ասենք, այն ինչ կա այս պահին։ Հիմա վատ է, որ մենք մեր գործընկերների հետ խորհրդակցում ենք, որ հետագա մեր ուժերը մենք պետք է համադրենք, որովհետև նպատակը մեկն է եղել երկրում բան փոխել, պայքարել։ Հիմա ճանապարհը որն է։ Այսինքն ճանապարհն այն է, որ եթե հեղափոխություն չստացվեց, մարդիկ պետք է դառնան իշխանություն։ Եվ հիմա այս ամեն ինչը քննարկել եւ վերլուծել եւ ինչու՞ չէ նաեւ հորդորել, որ համատեղ շարունակենք այն պայքարը, որը ձեռնարկվել է։ Լավ, ուրեմն այս հարցի պատասխանից արձանագրենք հետեւյալը, որ դուք չեք հերքում, որ չասեմ համոզել, հա, ասեմ հորդորել կամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, վերլուծել եւ արդյունքում առաջարկել, որ համատեղ պայքարենք, ինչ կա։ Եվ չեք բացառում կամ չեք հերքում, որ կարող է այդ падգամավորներից ոմանք հայտնվեն օրինաց երկրի խմբակցության կազմում։ Իմ պատկերացումներով այսօրվա դրությամբ ոչ բացառում եմ, ոչ էլ հրաժարվում եմ, որ առաջարկում ենք։ Շիդակ առաջարկում ենք, որ եկեք համադրենք մեր ջանքերը եւ այն պայքարը,
որ ձեռնարկվել է, շարունակենք միասին պայքարել։ Շատ լավ, բայց այստեղ մի ներդրություն կա։ Ես էլ չեմ տեսնում, հասկանալի է, մարդը դուրս է եկել։ Ավելի լավ է շիդակ ասել։ Մի խմբակցությունից դուրս է եկել, կարող է ընտրությունը իրեն կարող է մնալ անկախ падգամավոր կամ կարող է որևէ խմբակցության կազմում ընդգրկվել անդամակցելով կուսակցությանը, այդտեղ որևէ խնդիր չկա։ Գիտեք նրբությունը որն է, որ ասում եք այն հեղափոխական տրամադրված մեր գործընկերները, ովքեր դուրս են եկել Բարգավաճ Հայաստանից։ Հիմա եթե ոչ միայն հեղափոխական տրամադրված, ես ասում եմ մեր գործընկերները, ովքեր տրամադրված են եղել, ընդդիմության դաշտում գործելով, մեր երկրում ինչ-որ բան փոխել։ Դե հիմնականում հիմա ճանապարհը որը կընտրվել։ Հասկանալի է, այդ մարդկանց մեջ կարող են լինել նաև այնպիսի մարդիկ, ովքեր հավատարիմ են մինչև այս վերջին հայտարարությունը եղած հայտարարությունների ոգուն, հա, այսինքն պետք է արտահերթ ընտրություններով փոխել իշխանությունը եւ այլն եւ այլն, այս համատեքստերում։ Բայց այս պարագայում օրինաց երկիրը ի սկզբանե, երբ որ կոալիցիայից դուրս եկել, հայտարարել է, որ արտահերթ գործընթացների կողմնակից չեն, հրաժարական չեն պահանջելու, որտեղ նախագահի հետ ճանապարհ են անցել եւ ըստ էության, ասենք դուք ընդդիմադիր գործունեությամբ աշխատում եք ազդել իշխանության որակի վրա, մինչեւ հերթական ընտրությունները կան։ Նախ մենք այդպիսի հայտարարություն չենք արել։ Մենք ընդամենը մենք որ ասում եք հայտարարություն ենք արել, որ արդահերթ գործընթացներին եւ այլն։ Մենք ասել ենք, որ իշխանությունը, հա, դուք կոնկրետ ինագարում եք երկրի նախագահ, իսկ դրա համար մենք ոչ թե ասել ենք հիմա, դա ասել ենք նաեւ 1 տարի առաջ։ Ես ասում եմ, դուրս գալուց անմիջապես հետո հայտարարել է։ Մենք այդ հարցը եղել է եւ մենք պատասխանել ենք եւ ելի կկրկնեմ։ Երկու հիմնական պատճառներ ասվել է եւ առիթ ունեցել ենք այդ մասին ասել ենք։ Առաջի պատճառը, որ մենք գործ ունենք հերացող նախագահ է, ու հայտարարել է, որ այլևս չեմ առաջադրվելու եւ երկրորդ մենք նույն նախագահին աջակցել ենք եւ իր տեխնիկությունը պաշտպանել ենք դեռ 2 տարի առաջ, այսինքն 13 թվականի ընտրություններին։ Հիմա ինչ մնում է այն հանգամանքին, որ այսօրվա դրությամբ պետք է իշխանափոխություն տեղի ունենա, իշխանությունները չպետք է վերարտադրվեն, մենք հստակ արտահայտել ենք մեր տեսակետները, որ դա այլևս այլընտրանք չունի, որ չպետք է վերարտադրվեն իշխանությունները։ Հիմա դա կլինի հերթական ընտրություններով, թե արդահերթ ընտրություններով, որտեղ իշխանության տարբեր ճյուղեր կա, այդ թվում խորհրդարան, այդ թվում կառավարություն, ինչ եմ ուզում ասել։ Առակս կցուցանե, որ ժամանակը ցույց կտա, դա կլինի արդահերթ թե հերթական ընտրությունների ժամանակը։ Հիմա դուք հեղափոխական տրամադրություններին, Արթուր ջան, ես մշտապես կողմ եմ այն կարևորագույն հանգամանքին, որ մենք առաջի հեղափոխությունը պետք է կատարենք մեր ուղեղներում։ Այսինքն, մենք պետք է կարողանանք մեր ընտրության նկատմամբ ունեցած վերաբերմունքը փոխենք։ Ոչ թե 1000-5000 կամ 10000 դրամով ծախենք մեր ապագան, այդ վստահության քվեք 25-30 Չէ, ոչ թե քոնը, գիտեք ինչ ինձ համար ցավ է, ես գիտեմ որ կադակ եք անում, որովհետև դուք ինքներդ եք բախվել։ Եվ ես փառք ու պատիվ այն մեր ժողովրդին, ով օրվա հացի կարոտ է եղել, բայց թկած է ունեցել այդ քրոշների վրա եւ գնացել է իր երկիրը փրկելու։ Այ մենք պետք է հեղափոխություն կատարենք մեր ուղեղներին եւ գնանք այդ մարդկանց հետևից։ Գնանք, կանգնենք արգղում տեր մեր քվեին, որպեսզի իշխանություն փոխենք։ Իսկ եթե կկեղծեն, այդտեղից մեր ճանապարհը պետք է լինի հրաբարակ։ Այսինքն այդտեղից պետք է լինի մեր ճանապարհը դեպի հանրահավաք։ Այդտեղից պետք է լինի, որ մեր ցայնը բարձրացնենք միավորված այնտեղ, որ էս ինչ տեղի ունեցավ եւ փոխենք երկիրը։ Դուք համոզված եք, որ մենք գործ ունենք հերացող նախագահի, թե գործ ունենք հերացող նախագահական ինստիտուտի հետ։ Գիտեք ինչ, այսօրվա դրությամբ դեռ այդպիսի քննարկումներ չի ծավալվել, ես ընդամենը ասեցի, ինչ հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Դե հայտարարեց որոշակի պաշտոններում չլինելու եւ դա հիմք էր տալիս արդեն ասելու եւ քիչ առաջ, այսինքն ես հիմնավորեցի մեր ասածը դրանով, որ արդեն իսկ հայտարարել էր եւ երկու կարեւորագույն գործոններ, որոնք էական ազդեցություն ունեն մեր որոշման վրա։ Մենք շիդակ ենք մեր դիրքորոշումների մեջ։ Տեսեք, այսօր խոսում է այդ մասին, որ հանդիպում, մենք չենք ժխտում, որ հանդիպում ենք, քննարկում ենք մեր ընկերների հետ, հետագա մեր անելիքները, եւ չենք ժխտում, որ կատարում ենք առաջարների շվատ բան կա այդտեղ։ Այ մենք չենք կարող նաեւ անտարբեր անցնել, երբ այսօր լրատվամիջոցները հեղեղում են, որ գիտեք ինչ, դեռ համագումարը չեղած կառավարությունում ղեկավարի անուն է շրջանառվում, չգիտեմ, նոր առաջնորդի, թե չնայած դեռ տեղեկություն չկա, արդյոք հրաժարվում է առաջնորդը ՊՂԿ-ի, թե չի հրաժարվում, չգիտեմ։ Հա, ճիշտ է, այսինքն ըստ լուրերի դե հիմա ասում է, որ ժողովուրդը խոսում է, չգիտեմ, սարերի հետևում չէ, պետք չի առաջ գնել, եւ ամենակարևորը, առաջինը, որ ես կուզենայի ասել,
մենք գոնը այն մարդկանցից չենք, որովհետև երկար ճանապարհ ենք անցել եւ ունեցել ենք առիթ երկար քարքարոտ ճանապարհ անցնել, մենք այն չարախնդուղներից չենք։ Ուղղակի արձանագրում ենք փաստերը։ Այ լրատվությունը հեղեղված է, չէ՞ որ էս է կփոխվի, նոր նախագահ, այսինքն առաջնորդը հրաժարվելու է քաղաքականությունից։ Խոսք է գնում, որ հանդիպում է ունեցել, չգիտեմ, 3 վարչապետը։ Խոսք է գնում, որ պետք է իր կուրացիայի տակ վերցնի այդ խմբակցությունը։ Կամ արդեն վերցված։ Հիմա սա շրջանառվող լուրեր է։ Իսկ այսօր մեր երկիրն այնպիսին է, որ այնքան է առաջադիմի, այսինքն զանգվածային լրատվամիջոցները, խոսքս էլեկտրոնային, հա, սոցցանցերի մասին է, որ ոչինչ չես կարող փակել։ Առավել եւս, որ այս տարի ձյունառատ տարի չէ, չէ, այն ասում են ձյունը հալվում, ամեն ինչ դուրս է գա, այն ձյուն չկա, հալած է, ամեն ինչ երևում է։ Ասում ամեն ինչ որ ճանտակ է մնում։ Նոր սրացումներ կարծում եք կլինեն, թե այսպես սահուն աննշմար քայլերով կգնանք դեպի սահմանադրական բարեփոխումներ, որից հետո արդեն համապետական հերթական ընտրություններ։ Գիտեք, ինչ ժամանակը ցույց կտա։ Այդուհանդերձ ես կարող եմ խոսել այն մասին, որ մենք ինքներս շարունակելու ենք մեր պայքարը քաղաքական դաշտում, որովհետեւ մեր երկրի կյանքում մեր ժողովրդի կյանքում ինչ-որ մի բան փոխենք։ Գիտեք, այսօրվա դրությամբ անարդարությունը խեղդում է մեր ժողովրդին։ Այսօր հույսի ու հավատի ճգնաժամ է։ Եվ ես պատահական չասի, եթե հիշում եք, երբ քննարկվում էր այս բարեփոխումների նոր նախարարության ստեղծման հարցը, ես ասի իշքան բարեփոխում ենք իրականացնում, դա արում է չարեփոխում, արդյունքում այս ժողովուրդն ավելի է հուսալքվում։ Դրա համար առաջարկեցի, եկեք ավելի լավ է, ասի, ստեղծենք հույսի ու հավատի նախարարություն։ Համոզված եմ։ Հիմա ինչքան մենք բարեկամներ ու ընկերներ ունենք։ Ես էլի շեշտադրում եմ Գյումրին, որովհետև այնտեղից, քանի որ երկրաշարժ տեսած քաղաք է, մեր քաղաքը, ամենաշատ արտագաղթի ցուցանիշները մեր մոտ են։ Հələ եք հարցնենք, սովից է գնում, սոված է քաղցած, ոչ, նաև բայց հիմնականում հավատից է գնում։ Հավատ չունի վաղվա օրվա նկատմամբ։ Բազմադայրյան հայ ժողովուրդը, եթե հավատ ունենա վաղը, մյուս օրվա նկատմամբ, նա կարող է, գիտես, չառաջնորդվել ստամոքսի։ Որովհետև մեր գյումրեցիք լավ ասում են ստամոքսը դադարք տոբրակ է, ինչ է գցենք ձայնը կդրի։ Միայն հավատ ունենան եւ առիթն օգտագործելով ասեմ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին հետաքրքիր էր ասում, չէ՞ որ ավելի լավ է հավատով մահանալ, քան անհավատ ապրել։ Հա, բայց ասում եք, իշխանությունն ասում է մենք այս ծրագրերն իրականացնում ենք, մենք աշխատում ենք, մենք խնդիրները գիտենք, ընդդիմությունը, այդ թվում նաև դուք պայքարում եք, արդյունքում էլի այդ հավատը չկա, այդ վստահությունը չկա, այդ աղքատությունը կա, այդ արտագաղթը կա, ժողովրդին ասում են հաց եւ տեսարաններ։ Հիմա դուք իշխանությունով եւ ընդդիմությունով հանդերձ տեսարաններ տալիս եք, բայց այդ հացը չկա։ Այդ տեսարանը ինչքան ուզում է լալահարաճ սյուժետային գիծ ունենա, ինչքան ուզում է, չգիտեմ ինչ հետաքրքիր սյուժետային գիծ ունենա, արդեն չի նայվում, արդեն հետաքրքիր չէ, մի քիչ հացի մասին է պետք մտածել։ Գիտեք ինչ, այսօր իմ պատկերացումներով տեսեք, ասում ենք, որ փոփոխություններ կատարվում է, իշխանություններն ասում են, անում են։ Ես դա ամենը մի օրինակ բերեմ։ Ասել եւ ասում ենք, գործերն ավելի նաժեն, քան խոսքերը։ Այսօր քիչ առաջ խոսեցիք մի նախագծի հետ, սկսեմ այդտեղից։ Այսինքն կարադառնա։ Ես հետեւյալն ասեմ։ Այդ բարեփոխումները արդյունքում է, որ 5 միլիարդ է եղել Արտակին, մեր պարտքը, որից 4.2-ը Արտակին պարտք։ Այսօր դրանից է, որ խորհրդատվական ծառայությունները քիչ էր, հիմա խորհրդատուների ծառայությունների դիմաց ենք վարձատրում այդ ճագերտավոր արդոնյալ վարկերից։ Դա է։ Այդ առաջընթացը մեր գրանցում, որ այդ 5 միլիարդից կարելի է ասել 1.5 միլիարդ, իսկ մեր բյուջեն շուրջ 2.5 միլիարդ է։ Դեռ հիմա մի բան է ավելի քիչ, որ դրամ դոլար այս վայրի վերումները, որ տեղի ունեցավ, ավելի ազդեց բյուջեի դոլարային ցուցանիշի վրա եւ ըստ էության այդքան գումար մեղմ ասած փոշիացել է։ Այդ ամեն ինչին է, որ արտագաղթի ցուցանիշներն հասել է։ Այդ ամեն ինչին է, որ այսօրվա դրությամբ մոդեցում է ցուցաբերում կառավարության կողմից, որ պետք է արդոնյալները մի այդ ներկրման զբաղվեն։ Հիմա արդանման է կանցնեմ։ Այսինքն ինչ որ այսքան գումարի ներկրվում որ ունեցավ, նա մոնոպոլիզացնում է ներկրման դաշտը։ Բայց չասենք, որ այսօր հավասար մրցակցություն պայմանները մրցակցության հավասար պայմաններ ստեղծելը, ապահովել է եւ երաշխավորել, ավելին այժմ քան ցանկացած բարեփոխում։ Եթե դրան երաշխավորելիս ես կարող եմ ես պիտի եթե ազգային ժողով է, ազգային ժողովում ընդդիմությունը, ընդհանրապես ազգային ժողով վերահսկողական ֆունկցիաներ ունի, կիրառեք, մի թողեք։ Ահա, այսինքն ազգային ժողովը պետք է ընդունի օրենքներ, ճիշտ է։ Այսօր օրենքը դրվում է, ասում ենք նորից քննարկենք օրենքը։
Եվ մենք հստակ տեսնում ենք, որ օրենքի քվեարկության ժամանակ, եթե ընդդիմությունն ամբողջությամբ չքվեարկեր, կտապալվեր օրենք, հերթական տապալված օրենք կունենայինք, 64 կողմ է արձանագրվել։ Բայց մեր ընդդիմության գործընկերներից քվեարկեցին նաև թեմ, եւ քվորումը լրացվեց։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Պետք է պայքարենք, պետք է եղել է թե որ իրոք ընդդիմությունը կարողացել է ավելի, ասում են, ներդաշնակ գործել եւ արդյունքում տապալվել է նախագծեր։ Հիմա ինչ անենք, այնտեղ երբ անցնում է նախագծերը, այսինքն մենք գործ ունենք, կներեք, այսօր մի իրավիճակ է ստեղծվել եւ պետք է չխուսանավենք ասելից, այսինքն հիմա պետություն դե կուսակցություն, այսինքն մեկ կուսակցություն, ունի մեծամասնություն։ Եվ եթե հիշում եք, մենք այս հարցին անդրադարձանք նաև, որ մենք ծանրակշիռ ընդհանրապես ազդեցություն եւ դերակատարում չենք կարող ունենալ կոալիցիայում, հարցերի քննարկման ժամանակ։ Շատ հաճախ չենք ունենալու։ Եվ կյանքը մեզ ցույց տվեց, որ այսօր, որբիսի, գիտեք ինչ, բազմակարծությունը ապահովված եւ երաշխավորված լինի, մեկ քաղաքական ուժ չպետք է լինի մեծամասնություն։ Հիմա այս մասին չխոսանք, չշարունակենք պայքարել։ Եվ այս ամենը որոշող է ժողովուրդն է իր քվեով։ Եվ այլևս արդեն մաշկի վրա զգացել է ժողովուրդը։ Հիմա ձերքերս ծալած չպետք է նստենք։ Եղբայր, պետք է շարունակենք պայքարը։ Եվ մենք այս պայքարի փուլում անցել ենք, ինչ ասես չենք տեսել։ Հələ եկեք համեմատենք, հիմա զուգահեռականներ ենք անցկացնում։ 2006-ից մինչև, շուրջ 2.5-3 տարի մենք եղանք ընդդիմություն ավելի քարկարոտ ճանապարհից։ Ինչ քաղաքական հետապնդումներ, չգիտեմ, ինչ քերական գործեր ասես չհարուցվեց, մոռացել ենք, ես հիշում եմ, դուք եք հիշում։ Եվ հիշում ենք, դուք եք անդրադարձա այդ հարցերին։ Իմ հետ որևէ կապ չունեցող իմ հարազատները հայտնվում են 6-րդ վարչությունում։ Ընդամենը մեկ հայտարարությունից հետո հիշում եք Բյուզանդի փողոցի ստորագրությունը, որ Ճանինգ սահմանադրական դատարան դիմելու։ Երկու մեր գործընկերներին։ Պարոն Բաղդասարյանը այդ ժամանակ չէին անում ազգային ժողովի նախագահ էր, երբ սկսվեց։ Եվ եթե հիշում եք, նիստը դատարեցրեց պարոն Բաղդասարյանը եւ ասեց, եթե խուզարկությունները եւ անօրեն գործողությունները շարունակվեն, չենք շարունակելու նիստը։ Այդ 2006 թիվ։ 5-ի վերջ էր ավելի ճիշտ։ Կներեք, դեկտեմբեր ամիսն էր, կարծեմ, թե հունվար ամիսն էր։ Իմ գործընկեր պարոն Ավետյանը մի կողմից իրան, մի կողմ երկուսս ենք ստորագրել մեր խմբակցությունից։ Ինչ եմ ուզում ասել, այս պայքարը եղել է, պետք է շարունակենք։ Մի խոսք կա, ասում է գայլից վախեցողը չպետք է անդառ մտնի։ Պետք է պայքարենք անուններ։ Շահութարկի մասին օրենքի հետ դժգոհությունները ինչով էին կապված, հենց փոփոխությունները լավը չեն, թե որ արագ ռեժիմով էր նախատեսվում քվեարկը։ Երկուսն է կար։ Նախ առաջնահերթ, որ այս փոփոխությունները չի երաշխավորում ազատ արտահանման մրցակցությունը։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք արտոնություն ենք տալիս, չգիտեմ, ինչ որ X անձի կամ հիմա էլ անձանց, որ խմբեր կարող են ստեղծվել, այդ 50 միլիարդի շեմը։ Եվ իդեպ եւ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության։ Այս շատ հետաքրքիր process է եւ այս տեսանկյունից ինչ է առաջարկվում։ Ասում է 50 միլիարդի շեմը, ով ավել 50 միլիարդից ավելի արտահանում է իրականացնում, նրան տանք արտոնություն 20% շահութահար կդարձնենք 2%, այսինքն շուրջ 10 անգամ նվազեցնենք։ Հիմա հարց։ Մեկը կահույք է արտադրող որպես, տանում է Հարագից Վրաստան, իր կահույքը վաճառում 1 միլիոն դրամ արժողությամբ։ Հիմա նրան ինչու ենք 20% շահույթ ուզում։ Բայց այն մեկը, որ ասում է, այ քո արտադրած կահույքը, քո արտադրած, չգիտեմ, սննդամթերքը, պահածոն, հավաքի ես տանեմ, ես ազատվեմ։ Այսինքն ինչ է ստացվում, մոնոպոլիզացնում ենք արտահանումը։ Եվ այստեղ այսօրեն ասում է, որ ժողովրդական լեզվով հոնկը սարքելու փոխարեն, հոնկը աչքն է հետ հանեցինք, այսօր է առաջարկ է եղել եւ ընդունվել է, որի մասին անդրադարձանք։ Հիմա առավոտ շարունակվելու է այգի քննարկումը, որ կանոնակարգի հետ խնդիր ունենք։ Մի հոդվածում փորձ է կատարվել, էական փոփոխություն կատարվել, իսկ կանոնակարգն ասում է, եթե հոդված չի փոխվում, առաջին դերցում չի գալիս։ Այսինքն հոդվածի լրիվ բուն էությունն ենք փոխում եւ ինչ է գրվում, գրվում է, որ ոչ ռեզիդենտը, օդար երկրի Հայաստանի, ով զբաղվում է արտահանմամբ, դրան կարող է գումարել նաեւ այդ գումարը ստանալու համար այնտեղ իր կողմից կատարված ծառայությունների գումարը։ Հիմա ինչ ծառայություն է, ինչ պետք է անեն։ Այդ 50 միլիարդից կարող է 5 միլիարդն էստեղից արտահանի, 40 միլիարդն այնտեղ ձևակերպի, որ ես ծառայություններ եմ մատուցել։ Ոչ միտեղ չի երևում։ Այսօր մենք անդրադարձանք այս հարցին եւ վաղվա նիստին շարունակվի եւ մեր դիրքորոշումը կհայտնենք առաջարկելով, որ գոնալ էս պարզաբանենք, հասկանանք։ Այսինքն ոչ թե 40 ժամվա ռեժիմ կամ այդ ոդի վրա ինչու ենք
100,000-ավոր կամ միլիոնավոր մեր արտահանողներն ամեն մարդ ինչ որ չափով արտահանում է, մեկը գյուղացին իր գյուղատնտեսական ապրանքը, մենք արտահանում չգիտես չի միայն մտածում ենք արտահանում է Ռուսաստան, Վրաստանն էլ է արտահանում ենք, մեկը կարտոֆիլ է արտահանում, մեկը չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Եկեք ցանկացած արտահանողին նաեւ այն ասում է արտոնությունները որ տալիս ենք, էս է տանք, այսինքն հավասար մրցակցային տաշ ստեղծենք արտահանողների մոտ։ Այսինքն ոչ թե մոնոպոլիզացիա։ Այսինքն սա մոնոպոլիզացնում է։ Պարզ երևում է։ Եվ այսօր, գիտեք ինչ, նաև այդ ծրագիրը հավանություն է տալու կառավարությունը, զարմանալի է։ Այսինքն ազգային ժողովը, տեսեք, ինքն է որոշում, տա այդ արտոնությունը դե չի, նախ չգիտի ում է տալու։ Չկա այդ։ Կոնկրետ որ ասենք, չգիտեմ, Արթուր Կիրակոսյանն է տալու, Հովհաննես Մաշկալյանը։ Չգիտենք ում ենք տալու։ Եվ երկրորդ, այդ ծրագրի հավանությունը մենք պետք է չտանք։ Այսինքն ազգային ժողովը չէ որ պիտի որոշի։ Ծրագիր է ներկայացնում, դա անայտ անձը կառավարությունը տալիս է հավանություն։ Կարող է մեկն է ներկայացնի հավանության չարժանացնի։ Ասի շատ է 50 միլիարդ դեք ու հավանության չեմ արժանացնի։ Որտեվ չափորոշիչ չկա։ Այսինքն կարող է 5 հոգի միանան, ամեն մեկը ասեն, ես ի վիճակի եմ 10 միլիարդ ներ տնեմ, 5 հոգով, հա, կազմում ենք խումբ, որ 50 միլիարդի արտահանում ապահովենք, ասի ձեր ծրագիրը հավանության չեմ արժանացնում, այն ռեզիդենտի կամ ոչ ռեզիդենտի ծրագիրը ես հավանության եմ արժանանում։ Եվ այստեղ դերակատարում չունի ազգային ժողովը։ Օրենք են գտնում, որ դերակատարում չունենա։ Եվ սա 48 ժամվա ռեժիմով ընդունվելու է անցնելու։ Իհարկե։ Հիմա գործ ունենք այդ հանգամանքի։ Դրա համար ինչ եմ ուզում ասել, այսօր բուրըն քննարկեցինք դիրքորոշումները, այսինքն 30 րոպե միայն օրակարգը հաստատելուց քննարկվել է հարցի քվեարկությունը։ Վերջում ընդտուպ իհարկե առաջարկ եղավ 20 րոպե հետացկել, բայց քվեարկվեց, հետո մյուս օրենքին վերցրեցի 20 րոպե, այսինքն այդ միջում վերցրեց։ Մի խոսքով պայքարի բոլոր ձևերը փորձեցինք օգտագործել եւ ավելին ասեմ, մենք գործ ունենք մի օրենքի նախագծի հետ, որը դեռ ժամանակին երբ քվեարկում էր համապատասխան ցայներ չապահովեց։ Այսինքն մի անգամ տաբալված օրենքի հետ գործ ունենք։ Եվ այսօր նաև հանրապետական խմբակցությունից կային падգամավորներ, ովքեր չքվեարկեցին։ Ես նայել եմ այդտեղ, այդքան չէր, որ 64 կողմ, ավելի շատ պետք է լիներ կողմերը։ Այսինքն եւ այն ժամանակ에 տաբալվեց։ Այսինքն ինչ ենք ասում ենք քննարկենք, այն ասում է, չէ, մի քիչ հասկանանք։ Ավելի, գիտես, շատ մութ է այս օրենքը, չես հասկանում, այս շտաբողականությունն ինչի համար է, այն թփշփ ենք ասում, չէ, դպրոցական ժամանակներս։ Շտաբողը, շպարգալ կա, ինչ է որ վերցնենք արագ թփշփի։ Չգիտես ինչ է հետապնդում, չգիտես անայդ։ Լավ, սպառվեց մեր ժամանակը, շնորհակալություն հայտնեմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրներից այսօր զրուցում էի օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ եւ ազգային ժողովում օրինաց երկիր խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ։ Լավ մնացեք։